Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Եվ ուրեմն, հանգիստ շունչ քաշեք, ձեր գործերին նայեք։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Բայց որտեղից այս վստահությունը, եթե Ադրբեջանը պահանջի հետևից է օրակարգ բերում, հերթով բացատրում է Փաշինյանը։ Օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը, որ պահանջներից մեկն է, Երևանի համար հասկանալի օրակարգ է։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Նույն պահին կարող են ստորագրել ԵԱՀԿ-ին ուղղված համանախագահության լուծարման դիմումը եւ խաղաղության պայմանագիրը։ Առաջարկում է Փաշինյանն Ալիևին, որ Ադրբեջանի նախագահի մտքով հանկարծ չանցնի Մինսկի խմբի լուծարումից հետո հակամարտությունը Հայաստանի տարածք տեղափոխել։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն է։ Հաջորդը Ադրբեջանն իր նկատմամբ տարածքային հավակնություններ է նկատել Հայաստանի մայր օրենքում։ Մինչև համաձայնագրի ստորագրումը փոփոխություն է պահանջում։ Փաշինյանը, որ մի կողմից երկրի ներսում արդեն սահմանադրության փոփոխությունը նախաձեռնել է, մյուս կողմից փորձում է համոզել Ալիևին։ Սահմանադրական դատարանի նախորդ տարվա որոշումը կարող են հիմք վերցնել ու չմտահոգվել։ Հայաստանի սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անպեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա, կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող եւ բեկամման ոչ ենթակա որոշում է։ Գնդակը սահմանադրական դատարանի դաշտում է լինելու նաև համաձայնագրի ստորագրումից հետո։ Բարձրագույն դատական այդ ատյանն է որոշելու Երևանի ու Բաքվի ստորագրած թուղթը Հայաստանի մայր օրենքին համապատասխանում է, թե ոչ։ Բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ եւ անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության եւ հակամարտության միջև։ Անվտանգության, խաղաղության համար պայքարը շարունակվում է, բայց ժամանակն է ձեռքբերումներից խոսել։ 4.2 միլիարդ դոլար եկամուտ են բերել բյուջե 2018-ից հետո։ Սա է թալանի վերադարձը, ասում է Փաշինյանը։ Հետևաբար կտրուկ, նաև պատկերավոր, մերժում է իրենց ուղղված քննադատությունը, թե մոռացել են հայտնի խոստումները։ Կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Հետո հասկանում են, որ որ երկրի փոխարեն ստացել են մի հատ, ինչ ասեմ, որ կոռեկտ հնչի։ Երկրի փոխարեն ստացել են մի հատ, ենթադրենք, խորշ, գոմ։ Կան այդպիսի երկրներ ու համոզված են, նույնիսկ այդ գլուխները վերցրեցից պարել են, վայ, այս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտն է, այս Չինգիզ խանի ոտն է, այս էլ բանի պճեղն է, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա, բայց արդյունքում ինչ, հետո, դալշե, պատոմ։ Իրենից շատ նեղվող ու նյարդայնացող չլինի այս թեմայից, ասում է վարչապետը, որ արդեն 7 տարի իր առանցքային ու ամենասուր ելույթները նվիրել է թալանին ու այսպես կոչված թալանչիներին, խոստացել նրանց պատեպատ տալ, ասֆալտին փռել։ Հիմա ասում է, հո թալանածը կոնկրետ տեղում պահեստավորած չէ, որ գնան բեռնատարով հետ բերեն։ Հասցեները ցակ ու ցրիվ են, սա է, որ բարդացնում է իրական Հայաստանի հեղափոխականի կյանքը։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գողացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է եւ կապ չունի թալանի եւ կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք եւ օրինական կերպով պարզապես գնել։ Իսկ որտեղ է այն, ինչ հաջողվել է վերադարձնել, բաժանվել է ժողովրդին։ Համենայն դեպս այդպես էին հնչում նախահեղափոխական խոստումները։ Բացարձակապես նորմալ։
թոշակ, նպաստ, աշխատավարձ, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այսպես շարունակ։ Հատիկ առ հատիկ Facebook-յան իր քրոնիկոնի ֆորմատով թվարկում է վարչապետը։ Ձայն եմ վերցում, ասում ես, «Օրես ինչ ասելու ես, ասենց բան, էլի»։ Ասում եմ, «Ժողովուրդ, սրանք բյուջե է լցնում»։ Հասեք։ Քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օրես մսով ճաշ ուտում։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ, ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշ կեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի մեջ, աղբի մեջ կորած միջավայր է, ի վերջո պետք է հասկանանք սա։ Ընդդիմությունը Փաշինյանին հարցեր չուներ։ Նախորդ տարվա կատարողականը քննարկվեց առանց նրանց մասնակցության։ Սրանից ՔՊԱ-ականները եզրակացրին, ուրեմն իրենք ճիշտ ճանապարհի վրա են։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։